Այս կլանի հիմնական նպատակը, այս կլանի գործողությունների ու գործունեության հիմնական մոտիվը մշտապես եղել է եւ շարունակում է մնալ Հայաստանի անկախությունը մատաղ անելը։ Սա ինչ որ նոր բան չի, սա ինչ որ չլսված բան չի, դուք շատ ճիշտ ասացիք, որ պայքարում էր Ղարաբաղի անկախության համար, եթե կհիշեք նույնիսկ 2018-ից հետո էր, որ նախագահի տեխնացու լինելով Բալասանյանը ասում էր, որ դեմա նույնիսկ Ղարաբաղի Հայաստանին միացմանը ու իր համար կարևոր է որ հենց անկախ լինի։ Իսկ Հայաստանի Հանրապետության դեպքում չգիտես ինչի այդ մոտիվները առհասարակ գոյություն չունեն, այդ անկախությունը որպես այդպեսին այլևս արժեք չի, բայց սա մեր համար նորություն չի, որտեղ այս խումբը, այս կլանը, կասեք Ղարաբաղյան կլան, կասեք ուրիշ կլան, այս կլանի հիմնական նպատակը եղել է եւ շարունակում է մնալ, այո, Հայաստանի Հանրապետության անկախության կորուստը, ու Հայաստանի Հանրապետությունը տանել, մցնել կամ Ռուսաստանի կազմի մեջ կամ միութենական պետության կազմի մեջ։ Բանացիան, գուցե սա պրագմատիկ հաշվարկ է, որ այն աշխարհում, որ մենք գտնվում ենք, որտեղ խաղի կանոններ չկան, մենք դառնանք Ռուսաստան, Բելարուս միության, այսինքն ընտրություն կատարենք եւ ապահովենք մեր անվտանգությունը։ Նախ այդ անվտանգությունը ապահովելը մի տեսակ լավ չեմ պատկերացնում, որովհետև Հայաստանը ինչքան հնարավոր եղանակ կար, այդ հնարավոր բոլոր եղանակներով արդեն իսկ անդամակցում էր թե ՀԱՊԿ-ին, թե Ռուսաստանի հետ ուներ երկկողմանի փոխօգնության պայմանագիր, թե էս ուներ, թե ուներ, բայց չգիտես ինչի, օրինակ 2023-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ մի տեսակ այդ անվտանգությունը չապահովվեց։ Կար աշխարհում էլի կան տենց տարբեր մարդիկ, որ իրանց անվտանգության հույսը կապում են տարբեր երկրների ու տարբեր առանցքների հետ, օրինակ պարոն Մադուրոն վերջին ամենավառ օրինակներից մեկը էլի շատ տենց։ Դա հենց առաջ Ասադը։ Այո, պարոն Ասադը։ ունեք։ Ну Ասադը գոնե իր անձնական անվտանգությունը կարողացավ այնուամենայնիվ ապահովել հասնելով Մոսկվա, բայց ինչու բացի ձեր ուժից գրեթե վերաբերմունք չկա այս հայտարարությանը։ ՀԱԿ-ը ձեն չի հանում դաշնակցությունը մեր ձևով։ Բայց նրանք բոլորը նույն գծի մեջ են, պետք է ասել։ Բայց Վիտալի Բալասանյանը հենց այնց օթից ընկած մարդ չի։ Վիտալի Բալասանյանը այդ քրյա օլիգարխիկ կլանի դեմքերից մեկն է ընդամենը, ինքը անկախ մարդ չի։ Այս համակարգում, այդ քրյա օլիգարխիկ, այդ քրյա օլիգարխների համակարգում անկախ մարդ, անկախ անձ, անձնական տեսակետ նման բաներ գոյություն չունեն։ Կա կոնկրետ մեթոդիկա, որը փոխանցվում է ձեռքից ձեռք, ըստ աստիճանակարգի հատուկ ծառայություններում իրանց զբաղեցրած ու ունեցած այդ պագոններին համաձայն։ Դե հենց աստիճանակարգով մեթոդիկան փոխանցվում է եւ տենց խոսում են այդ մարդիկ։ Ձեզ թվում է, բա ինչ պետք է անի։ Սամվել Կարապետյանը կամ իր գերդաստանից մեկը պիտի ասի, օ, յան թույլատրելի է Վիտալի Բալասանյանի ասած լուրջ։ Ռոբերտ Քոչյանը պիտի ասի։ Չէ, օրինակ Կարապետյանը ասում էր, հիմա լիդերը իրանց, ոչ գլխավոր լիդերը փաստացի ասում էր, որ օրինակ ՀԱՊԿ-ը լավ չի կատարում իր պարտականությունները։ Եվ ինչ էր առաջարկում այդ ուղղությամբ ՀԱՊԿ-ին բերել մի հատ էլ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին բերել մի հատ էլ թրիփի երաշխավոր սարքել, այդ էլ դրա հետևությունն էր։ Այդ Քոչարյանն է ասում։ Դե ինքը չէ, իրանք էլ են ասում, ձեր տաղավարում է հենց ասել, որ թրիփին պետքա բերել երաշխավոր դարձնել Ռուսաստանին կամ Չինաստանին։ Այսինքն ցանկացած գործողություն միտված է միայն մի բանի՝ հանգեցնել պատերազմ ու հանգեցնել Հայաստանի Հանրապետության անկախության կորուստ որպես վերջնանպատակ։ Քոչյանը իր ոդկասթում շատ ծիծաղելի է։ Մենք ապրեցինք այդ ժամանակները, հա։ Նա ասում է, տեսեք, թրիփը եթե արդեն կառուցած լինեին, հիմա այս պատերազմի ենթատեքստում, այն կլիներ հետախուզական կենտրոն։ Իսկ ինչ են անում իրանցիները ամերիկյան հետախուզական կենտրոններին, հարվածում են։ Եթե հիմա դուք թրիփը կառուցած լինեիք, Իրանը մեզ կհարվածեր։ Գիտեք ինչ, իսկ Ռոբերտ Քոչյանի արձանը կարելի է ուղղակի կանգնացնել որպես տենց խավարամտության հուշարձան։ Այսինքն ամերիկացիները, որոնք փաստացի հնարավորություն ունեն ամբողջ աշխարհի ցանկացած կետի իրանց արբանյակների, հետախուզական դրոնների, ինքնաթիռների, չգիտեմ ինչքան բարձրության վրա թռնող այդ ամեն ինչի միջոցով ամբողջ աշխարհի իրանց ուզած կետին լայվ ռեժիմով հետևել, պետքա Հայաստանով անցնող ճանապարհի վրայից հետախուզություն անեին, հա։ Դուք հասկանում եք, այդ մարդը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ ու նման բթամիտ մտքեր է արտահայտում։ Դա абսուրդ, դե միտքն է բթամտություն, ինքը չի, իրեն անձը չեմ բանանում, բայց այդ միտքը բթամտություն է, որ ամերիկացիները ինչ որ մի հետախուզություն անելու համար կարիք ունեն ճանապարհի, հասկանում եք դրա абսուրդայնությունը։
Այսինքն պետքա գնան կանգնեն հեռադիտակով նայեն այն դեպքում, երբ որ իրանք լայվ ռեժիմով կարողանում են աշխարհի ցանկացած կետ նայել։ Այդ ուկրաինացիներին հարցրեք, իրանք հետախուզական տվյալներ ումից են ստանում, ո՞նց են ստանում։ Քոչյանը շարունակում է, որ պետք է մեծացնել թրիփի մասշտաբը եւ գրավել այն պետություններին, որոնց Իրանը թշնամի չի համարում։ Ну, Ռուսաստանն ու Չինաստանը։ Բայց մենք ինքներս էլ շատ մեծ ինտուզիազմով որպես այդպեսին թե Ռուսաստանին ենք կոչանում Հայաստանի Հանրապետության տարածքով անցնողի թրիփի մասին է խոսքը։ Տեսած թրիփի մասին չի, պարտադիր չի որ թրիփում հենց ներգրավվածություն ունենան, ասում ենք երկաթ գիծ ունեք, հարգելի գործընկերներ, եկեք այդ երկաթ գծի ուղղությամբ մի հատ հələ տեսեք ինչ եք անում։ 1 ու քանի կիլոմետր տարածքի մասին է ընդամենը խոսքը, եթե չեմ սխալվում։ Ինչ եք անում այդ երկաթ գիծ։ Եկեք մասնակցեք, դուք էլ մասնակից դառեք, ուրիշ գործընթացի դուք էլ մասնակից դառեք։ Բայց չի ստացվում։ Այդ ու որ ասում են Քոչյանը, էս ասում են, նույն Քոչյանը չէր որ կներեք 1980-ից 1 տարի թե 2 տարի առաջ էր հարցազրույցում լուրջ դեմքի արտահայտությամբ էլիսում գլխավոր տղամարդու իմաստուն հերատես պրագմատիկ կառավարչի դեմքի արտահայտությամբ ասում էր պետքա Իրանին ներգրավել որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր կամ նմանատիպ մի արտահայտություն իրանական զորքերը բերել Սյունիք այնտեղ զորավարժություն անել առնվազն 2 անգամ իրանական զորքերի հետ Սյունիքում զորավարժություն անել հասկանալի է, չէ՞, օրինակ հիմա ինչ էր տեղի ունենալու, եթե նման բան տեղի ունեցած լիներ։ Ում համար հասկանալի չի։ Ու հետո լուրջ դեմքով իբր այդ ամեն ինչը չի ասել, իբր այդ ամեն ինչը տեղի չի ունեցել։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը շատ նման է բանի, ինչ որ հավերժ լուզերության, ասենք կանխատեսումների տեսանկյունից լուզերության, քաղաքական գործունեության տեսանկյունից լուզերության, մի հատ sense համակարգ է ամբողջ։ Պարոն Ալեքսանյան, Քոչյանը ասում է, այս պարագայում պետք է Հայաստանը ակտիվ քաղաքականություն վարի։ Մենք պետք է զանգենք, լուծումներ տանք, առաջարկներ անենք Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, ասենք, ստոպ, էս ինչ եք անում։ Իսկ դուք, նա ասում է, պերաշկի եք ուտում, դա թիթիզություն է, ես մեջ բերեմ, եւ անպատասխանատվություն այդ ֆոնին։ Լուրջ չեք։ Մենակ պերաշկի չէ, կարծեմ կուկուրուզն էր ասում, հա, հիշեցնեմ, որ մենք գոնե բնական նորմալ կուկուրուզ ենք ուտում, ինքը Երևանի գլխին մի հատ շատ սիրուն պլանի գլխում կուկուրուզնիկ կար, ինքը դա էր ուտում իր նախագահության ժամանակ, մենք նորմալ մարդկային սնունդ ուտում ենք, բայց ինչ վերաբերում է զանգերին ու մնացածին, այդ զանգերը Ինչի՞ չեք զանգում Թրամփին եւ ասում ստոպ, էս ինչ եք անում։ Մեկը որ լսի կմտածի բան է, Իրաքյան պատերազմը ընդհանրապես ինքն է կանգնացրել իր նախագահության տարիներին, զանգելա Բուշին, ասելա Բուշ, մի րոպե, ինչ եք անում։ Չէ, մի հեգնեք։ Իրաքը մեզ սահմանամերձ չի եւ կենսական նշանակություն չունի։ Իրանը ունի։ Լուրջ դեմքով մտածելը, որ Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի որոշի աշխարհի թիվ 1 պետությունը առհասարակ ինչ գործունեություն է ծավալում, ինչ ալնում, այդպիսի աշխարհակահաղական կենտրոնների բախումը ոնց հանգուցալուծում, դա լուրջ չի։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ պետք է եղել իր անվտանգության համար, բոլոր հնարավոր զանգերը կատարել է, բոլոր հնարավոր արտաքին դիվանագիտական քայլերը կատարել է, ու նաև դրա շնորհիվ է, այո, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փառք Աստծո հիմա նստած կուկուրուզ են ուտում, պերաշկի են ուտում, ով խորոված է ուզում, ով էլ պասապահում, պասային ուտելիք է ուտում։ Հենց դրա շնորհիվ է, նաև որտեղ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը շատ լավ աշխատել է, ու ի տարբերություն այս իրանց առաջարկած քայլերի, որոնց հանգուցալուծումը միանշանակ պատերազմ ու Հայաստանի Հանրապետության անկախության կորուստն է, մենք հիմա ունենք խաղաղություն ու զարգացում։ Հենց դրա շնորհիվ է, այդ դիվանագիտական քայլերի շնորհիվ է, որ թրիփա գործարկվելու, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում է լինելու։ Հիմա մի քիչ ոչ աշխարհակահաղական, նա ասում է, որ ամենաուժեղ կողմը ճիշտը խոսալն է, չխաբելն է, ձերը հակառակը։ Ինձ թվում է ձեր հաղորդմանը պակասում է, որ կոճակով սխվում են դալիճի ծիծաղի ձայներ է գալի։ Ինձ թվում է այդտենց կոճակ է պետք սենց ժամանակ, որ ուղղակի սխում ենք այդ ծիծաղը աշխատի։ Սիտկոմների ժամանակ են հաճախ օգտագործում։ Հաշվենք այդ կոճակը սեղմեցի եւ այդ սիտկոմային ծիծաղի ձայնը հիմա լսվեց։ Չէ, փաստերով։
Ինչ պետք է օրինակ եստեղ Մարդը ասում է, ես ճիշտ եմ ասում, չեմ Ինչն է ճիշտ ասում։ Ամենաուժեղ կողմն է։ Օրինակ որն է ամենաուժեղ կողմը։ Ինքը ճիշտ է ասում, որ ինքը ուղղակի բնական ճանապարհով դարել է դոլարային միլիոնատեր, պետությունից չի գողացել, դա ճիշտ ասում։ Թե ճիշտ ասում, որ իր տղան այնքան տաղանդավոր էր, փոքրիկ իշխան է իրա, որ տենց 20-22 տարեկանում պետքա դառնար դոլարային միլիոնատեր այն դեպքում, երբ որ իր կառավարման տարիներին թոշակառուները 3-4 ամիս թոշակ չեն ստանում։ Մի քանի անգամ բարձրացրել է։ Ասում եմ վիդեոները կա, մտեք, նայեք 2000 թվականին ոնց էին թոշակառուները, ազգային ժողովի ամբիոնում էլ եմ այդ վիդեոն այսպես բաց ցույց տվել։ 2000 թվականին թոշակառուները 5 ամիս, 6 ամիս շարունակ թոշակ չէին ստացել, թոշակն էլ 2000-3000 դրամ էր։ 2000-3000։ Ու մարդիկ 5-6 ամիս այդ թոշակը չէին ստացել, ասում այդ մարդկանցից քանիսն է սովից մահացել։ Ու եթե երկրի տնտեսական վիճակը այդքան վատ էր, ո՞նց է այդ տնտեսական վիճակում իր 20-ամյա տղան հաջողացրել դառնալ դոլարային միլիոնատեր։ Էդա ճիշտ ասել է իրա։ Շատ ճիշտ է ասում, ինչ խոսք։ Ճշմարտության ռահվիրա կարելի է ասել։ Պարոն Ալեքսանյան, նա սառը պրագմատիկ գործ անող մարդ էր։ Այդ դրա համար ժողովրդի հետ քիչ է շփվել, որովհետև գործ անողը ժամանակ չունի գնա պերաշկի ուտի, սրտիկներ անի։ Դու պետք է ընտրես կամ ժողովրդին հաճոյանաս դուր գաս կամ սառը պրագմատիկ աշխատես ժողովրդի համար։ Այն է եղել է այդպեսին, իսկ դուք աչոք եք հավատում։ Սառը պրագմատիկ գործանող, չէ՞ ասես։ Եկեք ուրիշ բան չեմ ասում, շատ լավ։ Հենց այդ կոնտեքստում եկեք հիմա ձեզ համեմատականներ տամ։ 10 տարի եղել է երկրի նախագահ։ Կառուցել է 10 տարվա ընթացքում ներառյալ Քրքորյանի ուղարկած են միլիոնավոր դոլարները, նաև դրանով։ Այո, նաև էֆեկտիվ կառավարիչ։ Ահա, էֆեկտիվ կառավարիչը 10 տարում չի ունեցել մարդկանց հետ շփվելու։ Էֆեկտիվ կառավարիչը 10 տարում կառուցել է 1000 կիլոմետրից քիչ ճանապարհ։ Էֆեկտիվ կառավարիչը նաև Քրքորյանի փողերը եւ մնացածը։ Մենք 7 տարում կառուցել ենք 4735 կիլոմետր ճանապարհ։ Ու այդ իդեպ պերաշկի ու կուկուռուզ ուտելուն զուգընթաց։ Այդ էֆեկտիվ կառավարչին։ Կառուցում ենք 500 մանկապարտեզ, որից 138-ը այս պահին արդեն պատրաստ է։ Քանի տենց գոնե մի 5-6 մանկապարտեզ կառուցելա, չէ, բայց տասնյակ մանկապարտեզները ծախել են, իրար մեջ են արել, իր մերձավորները ու իր քաղաքական թիմի անդամները, այդ թվում Երևանում։ Ասում 500 մանկապարտեզ են կառուցում, այդ էֆեկտիվ կառավարիչն ուր է։ Ասեմ, հոп։ Նա ասում է, այն ասֆալտը, որ դուք եք հիմա կառուցում, եթե ինքը իր ժամանակ այդ որակի ասֆալտ կառուցեր, իր խոսքերով ասած, իրան կուտեին։ Այդ որ ասֆալտի մասին ինքը ահավոր որակով ասֆալտի մասին է խոսում մեր կառուցած կներեք։ Չի կոնկրետացել որ փողոցի ասֆալտի մասին է խոսքը։ Օրինակ որն է, այդ Երևան նոյեմբերյան միջպետականն է, որ այս 5 տարի է շատ նորմալ աշխատում այդ ճանապարհը, որ ճանապարհի մասին է խոսում, որ միջպետականի մասին է խոսում, հյուսարաֆի մասին է խոսում, ինչի մասին է խոսում։ Կարող է ինքը տենց բան արել, հենց այդ կոմպլեքսի բերումով էլ ճանապարհներ չի կարողացել կառուցի։ Հենց դրանից է վախեցել, որ ճանապարհը վատ կկառուցի մարդիկ բան կանեն, ու դրա համար շատ քիչ կիլոմետրաժով ճանապարհ է կառուցել։ Կամ այն ուսուցիչներին ինչքան աշխատավարձ էր տալի այդ ուժեղ պրագմատիկ գործանող նախագահը։ Ես ասեմ մենք ինչքան ենք տալի ատեստավորման արդյունքում 2952 ուսուցիչ ստանում է 300,000-ից բարձր աշխատավարձ 1362 ուսուցիչ ստանում է 400,000-ից բարձր աշխատավարձ 13 ուսուցիչ ստանում է 700,000 դրամից բարձր աշխատավարձ ով է գործանող մենք թե իրանք Իհարկե համաձայն եմ, եթե նայենք անձնական ունեցվածքի տեսանկյունից, անձնական ունեցվածքի տեսանկյունից սեփական գրպաններ ու սեփական ստամոքսը լցնելու տեսանկյունից, Ռոբերտ Քոչյան ու Սերժ Սարգսյանը ինձ մեր թիմին ուղղակի sense կծալեն, կդնեն գրպանները, կշպրտեն մի կողմ, որտեվ այդ դեպի այդ տեսանկյունից իրանք տիեզերքի չեմպիոն են, մենք այդտեղ կվալիֆիկացված չենք նույնիսկ այդ մրցույթին մասնակցելու համար։ Որտեվ ասում եմ Ռոբերտ Քոչյանի տղան, տենց 20 տարեկանում դոլարային միլիոնատեր է, իսկ ով ենք մենք առհասարակ մեր կյանքում։ Տեսեք, շատ հետաքրքիր է նրա ասած գնահատականները ժողովրդի մասին։ Մարդիկ ընտրում են էմոցիաներով։ Մեր ժողովուրդը շատ հանդուրժող է, ասում է Քոչյանը ստի նկատմամբ, դա սարսափելի է։ Դրա համար էլ դուք ռեյտինգ ունեք։ Այ մարդիկ ոչ թե գնահատում են Քոչյանի սառը պրագմատիկ աշխատանքները, այլ ձեր պերաշկի ուտելը, էմոցիոնալ ժողովուրդ են, չեն հասկանում եւ ստի հանդեպ հանդուրժող են։ Դե ես հենց նոր ձեզ թվերը բերեցի, էլի։
Հենց նոր բերեցի այդ թվերը, որ ասում եմ ես գործանող եմ իրանք պերաշկի ուտող, ես ասում եմ մենք կարանք ամբողջ օրը շարունակ պերաշկի ուտենք, բայց այս թվերը մեկա դրանից չեն փոխվում։ Հասկանում եք, հիմա ասենք ինքը եկել է դարել հանրապետության նախագահ, Ադրբեջանի հետ ռազմական բալանսի տարբերությունը եղել ընդամենը 11 միլիոն դոլար։ Ինքը նախագահությունը երբ որ թողել է, Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեից ավել է եղել 1.6 միլիարդ դոլարով, միլիարդ։ Որտեղ է ինքը գործ արել, էլի որ ասում է գործանող մարդիկ չեն գնահատում։ Ինչ է արել, որ գնահատեն։ 5 ամսով թոշակառուների թոշակը չես տու, այդ պիտի գնահատեն։ Տնտեսությունը աճում էր։ Ում համար էր աճում։ Իր անձի համար աճում էր։ Հա, չէ, իրականում ստեղ օբյեկտիվ բան կա, այո, տնտեսական որոշակի աճ կար, պայմանավորված Ռուսաստանում նավթի գների թանկացմամբ եւ հետեւաբար Ռուսաստանում գործերի լավացմամբ, ու այո, մարդիկ երբ որ գնում էին խոպան, ավելի շատ փող էին ուղարկում, հա, տրանսպորտների հաշվին, այո, բավականին մեծ տնտեսական աճ կար, բայց ո՞րն էր այդտեղ իր արածը, ո՞րն էր այդտեղ Հայաստանում առհասարակ տեղի ունեցած։ Ի՞նչն էր այդտեղ։ Ասում եմ, մենք եկել ենք 2018 թվականին իշխանության ու նվազագույն կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում եղել է 16000 դրամ։ 300,000 մարդ մոտավորապես ստացել է 16000 դրամ մեկ ամիս ապրելու համար։ Էդ է եղել, այդ էլ ինքը գումարած իր ժառանգորդ Սերժը, որի հետ էլի ձևականորեն իրար խփում են։ 16000 դրամ են թողել։ Մենք այդ 16000 դրամը դարձրել ենք 46000 ու գումարած 20% 22% հետ վճար 56000 դրամ ենք սարքել։ 16000։ Հիմա ո՞րն է գործանող։ Ո՞րն է արած գործը։ Թոշակները չի բարձրացրել, թոշակառուներին սոված է պահել։ Հենային արվեստագետներին էլի նույն տեսանյութերը կա, արվեստագետները էլի ամիսներով աշխատավարձ չեն ստացել։ Ուսուցիչները կոպեկով են ապրել։ Ռազմական բալանսը Ադրբեջանի հետ հասցրել է պատմական մաքսիմումի։ 1.6 միլիարդ դոլարի է հասցրել Ադրբեջանի ռազմական բալանսի տարբերությունը։ Խրամատներում տուշոնկի բանկեքը կախած որպես պաշտպանական արդյունավետ համակարգ։ Այդ ի՞նչն է արել, որ մարդիկ էլ պիտի գնահատեն։ Իսկ կարող է հակառակը, մարդիկ հենց այդ արված աշխատանքով են գնահատում։ Ու էմոցիան, այո, էմոցիան կարևոր բան է ընտրական process-ներում, բայց այդ էմոցիան կապված է նաև արած աշխատանքի հետ։ Ու ինչքան է ուզում անդեղ նստի իր խմբակցության падգամավորների հետ ինչ-որ ոդկասթի նմանակում փորձի պատկերել, դրա արդյունքը մեկը ինչքան ասում է հալվա ասելուց բերանը չի քաղցրանում է։ Հիմա էս է ինչքան ուզում ասի, ես ուժեղ եմ եղել, լավ գործ եմ արել, թվերը էս են։ Թվերը էս են 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունը եղել ընդամենը մի երկիր, որը կարողացել է անվճար բուժօգնություն տրամադրի մենակ մինչև 7 տարեկան երեխեքին։ Մենակ մինչև 7 տարեկան երեխեքն են այս երկրում ստացել անվճար բուժօգնություն։ Մենք նախ սարքել ենք մինչև 18 տարեկան երեխեքի համար անվճար բուժօգնությունը։ Հետո այս տարի արդեն ներդրել ենք անվճար առողջապահական ապահովագրությունը 65+ տարիքի 500,000-ից ավել մոտ 600,000 մեր քաղաքացիների համար։ 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող քաղաքացիները չնչին գումարով ստանում են ամբողջական առողջապահական ապահովագրություն, ել չեմ խոսում այն մյուս առողջապահական ծրագրերի մասին, ասեմ ձեզ ուրեմն։ Մենակ 2025 թվականին 3317 ստենդ են ստացել մեր քաղաքացիները անվճար։ 3317։ Հատա արժի տենց մի քանի 100,000 դրամ, որը շատերի համար եղել է ուղղակի անհասանելի մի բան։ Տարիներ շարունակ մարդիկ մահացել են, որտեղ այս փողը չեն ունեցել։ Հիմա ունեն, անվճար ստանում են այս ստենտները 3317 կյանք մենակ մի տարվա ընթացքում։ Բա ուր էր այդ ուժեղ գործանողը։ Գիտեք, մեր տնտեսական աճը, Հայաստանի Հանրապետության տնտեսական աճ մեզ ինչի համար է հնարավորություն տվել։ 1512 երեխա Հայաստանի Հանրապետությունում ծնվել է պետության կողմից ներդրված արհեստական բեղմնավորման աջակցության ծրագրի շնորհիվ։ 1512 ընտանիք, որ երեխա չէին կարողանում ունենալ, ունեն երեխա պետական ծրագրի շնորհիվ։ Այն ժամանակ մարդիկ հասկանում եք, սովից մեռնում էին ուղիղ իմաստով 5-6 ամիս թոշակ չէին ստանում ձմեռվա ամիսներին մեր տատիկներն ու պապիկները։ Հիմա 1512 երեխա է ծնվել, որոնցից 90-ից ավելը մեր զոհված հերոսների ընտանիքներում։ Որն է հիմա բանը։ Որն է գործը, որը պետք է Իրանը գնահատեն ու մերը գնահատեն, թող գնահատեն, մենք հենց այդ մենք ենք ասում, եկեք չափենք արած գործերը, եկեք։ Ինչն եք ուզում։ Առհասարակ նրանց կառավարման տարիները գործ անելու տեսանկյունից դա բան է, ինչ որ ողորմելիության ցուցա բան է։ Թանգարանային նմուշ է ողորմելիության իշխանության։
որը որ պետական գործի տեսանկյունից ճանապարհ են կառուցել, դպրոց են կառուցել։ 300 դպրոց են հիմա կառուցում, քանի դպրոց են կառուցել այդ ուժեղ գործանողները։ Քանի կիլոմետր ճանապարհ են կառուցել, քանի կիլոմետր ճանապարհ են լուսավորել։ Բայց նայեք ինչ եմ խոսում, ինչի մասն է։ Ճանապարհ պտիլներ որ մի հատ է լուսավորեն։ 1700 կիլոմետր ճանապարհ մենակ լուսավորել ենք մենք։ Պարոն Ալեքսանյան, այ Քոչարյանը անդրադարձել է նաև սխալներին։ Այ գիտեք, այն ժամանակ օլիգարխիկ համակարգ կար եւ մարդիկ չէին սիրում։ Նրանք կարան մարդ ծեծեին, բիզնես խլեին, սպանեին, ինչ ուզեին անեին, օրենք իրանց համար չէր։ Քոչարյանը ասում է իմ դուրն էլ չէր գալիս։ Բայց մեր երկրի կառավարման համակարգը ազգային ժողովի ընտրությունը, հիշում եք, մեծամասնական էր։ Այս ժողովուրդը գնում էր ընտրում էր նրանք դառնում էին իշխանություն եւ կապ էր ելնում հետադարձ ժողովրդի հետ եւ այդ մարդիկ դառնում էին իշխանություն եւ հարցեր էին լուծում իմ ասած։ Դրա համար էլ այդ համակարգն էր ինքը մեղք չունի։ Դա իրան էլ դուր չէր գալիս։ Այդպիսին էր սահմանադրությունը։ Մեր սահմանադրությունը ծնել է օլիգարխներ, որոնք Քոչարյանի դուրը չէին գալիս։ Ինքը մի հատ վերադառնանք այն նախորդին ինչ էր ասում ստի մասին։ ասում է որ սուտ չի ասա երբեք։ Էլի են դահլիճի բանը միացնենք, էլի հաշվենք էլի միացրեցինք այն դահլիճային ծիծաղի բանը։ Հենց էսա։ Հասկանաք մարդը կարա նույն հաղորդման, նույն, չգիտեմ, եթերի, նույն բանի ընթացքում ասի, որ ինքը սուտ ատմեք, ասում են օլիգարխների հետ ինչ։ Սահմանադրությունն է մեղավոր։ Ընտրվում էին մեծամասնականով ազգային ժողով, դառնում էին ավտոմատ իշխանություն։ Ինքը ինչ անի։ Ասում եմ մարդը էին ծեծում, վատն էին, բան էին։ Այդ իր ախրանիկները չէին, չէ՞ որ ծեծելով սպանեցին։ Հայտի այդ օլիգարխիկ համակարգի հետ կապ չունի։ Բա դա ի՞նչ է։ Սկա պարզվի, որ մի օլիգարխ էլ ինքն է եղել նախագահի պաշտոնում։ Դե տենց չի։ Երբ որ երկրի բիզնեսի մի շատ մեծ կտորը կենտրոնանում է մի մարդու ձեռում, այդ մարդը նաև նախագահ ալնում։ Այդ ի՞նչ է, եթե ոչ օլիգարխիա։ Այդ ի՞նչ է, եթե ոչ օլիգարխիա։ Հենց ինքը օլիգարխ չի արդյոք եղել։ Իմ կարծիքով շատ հստակ է, որ ինքը հենց ամենամեծ օլիգարխն է եղել իր տարիների։ Ու երբ որ ինքը լինելով հանրապետության նախագահ, իր որդին տենց այդ բիզնեսը, այն մի բիզնես, այս մի բանը, այն մի բանը, դոլարային տենց, չգիտես, որտեղից եկան, չգիտես, ինչ վիճակով եկան ու դարան Forbes-ի ցուցակին արժանի հարուստներ, տենց, այդ ինչի է իրան թվացել, որ իր տակի մարդիկ էլ պետք է այլ կերպ վարվեին, չէ՞։ Ինքն է եղել այդ մարդկանց բանը, նմանակման առարկան, ինքն է եղել այդ մարդկանց մուսան, այդ չմայր սերը։ Դե ինքը կապ չի ունեցել, եկել է օլիգարխը, ընտրվել է, դարել ազգային ժողովի падգամավոր եւ ասել օրինակ բենզին ես եմ բերելու։ Ինքն է խեղճ Քոչարյանն է չէր կարող չթողեր, հա։ Կամ ասել են Nokia, այն վաղ Nokia-ն էր, չէ՞ մոտա։ Nokia-ն մենք Nokia-ով բերում ենք, գլուխը փոկում էին։ Հա, բայց ով էր։ Ինչ-որ մի բան իրավախտով էր բերում Nokia-ն։ Չեմ հիշում։ Ես ինչքան հիշում եմ, տենց առանձնապես իրանից շատ հեռու մարդ չէր այդ հեռախոս բերող։ Ինչքան ես եմ հիշում։ Չգիտեմ։ Բայց ինքը չէր կարողանում ոչինչ անել։ Որ համակարգը կապ ունի սահմանադրությունը։ Համակարգը ամեն ինչի հետ էլ կապ ունի, բայց մենք էլ ենք ռեյտինգային ընտրակարգով անցել։ Ինչն էլ մեծամասնականին շատ նման մի բան է եղել։ Ռեյտինգային ընտրակարգով մենք էլ ենք բան ունեցել։ Կներեք, ընտրություններ ունեցել, բայց այդքի մեր ցուցակով օլիգարխներ չեն ընտրվել։ Ընտրվել են։ Ով։ Եղել են ձեր ցուցակի մեջ մեծահարուստներ։ Դուք չգիտեք ով։ Ով։ Խաչատուր Սուքյասյանը պետք է ասեք ենթադրում եմ։ Խաչատուր Սուքյասյանը չգիտեմ ինչքանով է պատեհ իրան օլիգարխ անվանել անկեղծ ասած։ Անկեղծ եմ ասում, չգիտեմ ինչքանով է պատեհ իրան օլիգարխ անվանելը, հատկապես այս ցուցակում էլ չկա, բայց դրան զուգահեռ մի մարդ, որին 2008-ից հետո ամեն կերպ փորձեցին սնանկացնել, գործարան խլեցին այդ մարդուց պետական ապարատի ռեպրեսիվ մեթոդներով նվիրեցին իրանց հավատարիմ ինչ-որ մեկին հետախուզման տակ, բայց ինչ գիտեմ ինչքանով է պատեհ իրան օլիգարխ անվանելը այնուամենայնիվ։ Շատ է, պարոն Ալեքսանյան, հիմա քաղաքական դաշտի մյուս դերակատարներին Տեր-Պետրոսյանը ասում է, որ ձեր տերերը թույլ չեն տա, որ չեն ուզենա, որ Սամվել Կարապետյանը հաղթանակի, որովհետև դա համարելու են ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչը իրենց հաշիվների մեջ չի մտնում։ Նա ասում է արևմտյան տերերը, բայց նրանք պետք է հիշեն, որ ժողովուրդն է ընտրելու։ Հիմա տեսեք հարց, եւ նա ասում է, որ մեր բարեկամներն են Ռուսաստանը,
Չինաստանը, Իրանը, Վրաստանը եւ այնց Ֆրանսիան էլ կուտվի։ Հիմա եւ կոչ անում ընտրել Սամվել Կարապետյանին։ Բա Լևոն Զուրաբյանը, ես այդպիսի բան չեմ հիշում, որ որևէ ուժի ղեկավար ոչ թե իր կուսակցության լիդերին կոչ անի քվեարկել, այլ ուրիշ կուսակցության։ Ոնց կբացատրեք այդ ֆենոմենը։ Տեսեք, երբ որ ասում է իրենց տերերը, հենց տեղից է սկսում է ամբողջ խնդրումը։ Մենք տերեր չունենք։ Մենք մի տեր ունենք, բարձրալ Աստվածը։ Այ իրանց դեպքում այդ տերերը ասվածը շատ խորհրդանշական է ու շատ ճշմարիտ է։ Ու եթե տերեր չունենար, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը ու իր քաղաքական թիմը առհասարակ, ակնհայտ է, որ այդպես չէր նվաստացնի Լևոն Զուրաբյանը։ Դուք հասկանում եք այդ ինչ։ Բայց ինչի է նվաստացնում։ Չէ, որտե՞ղ, բայց հասկացեք այդ ինչը կուսակցությունը համաժողով է, համագումար է, ինչ որ տենց մի հատ բան է անում, մեծ շուկով հայտարարում է եւ մեր վարչապետի տեխնացունը Լևոն Զուրաբյանը մի երկու շաբաթ հետո կուսակցության հոգևոր առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է միայն Սամվել Կարապետյանը կարող է փրկել։ Դա հասկանում եք ինչա կուսակցության երկրորդ համարին կամ չգիտեմ հիմա գծում է որ Սամվել Կարապետյանը կարա միավորի, այլ ոչ թե Լևոն Զուրաբյանը։ Դե հենց այդ է Բայլխեիկ Լևոն Զուրաբյանին առաջադրում եթե որ մտցնեն Սամվել Կարապետյանից ցուցակ։ Բայլխեի վարչապետի տեխնացու ասում։ Բա ինչ ասեն մեր առաջին համարը, մեր, չգիտեմ, նոր առաջնորդը, մեր կուսակցության նոր դեմքը, ինչ որ մի բան, բայց եթե վարչապետի տեխնացու ես ասում եք, դա նշանակում է, որ այդ մարդը ոչ միայն քո կուսակցության համար մեկն է, այլ նաև այդ մարդը պետք է հավակնի լինել երկրի առաջնորդը, երկրի ամբողջ պետության։ Բայց դրանից ուղիղ երկու շաբաթ հետո երբ ասում ես, այ Սամվել Կարապետյանն է մեր բան, դա ընդամենը մի բանի մասին է։ Տերերը ասել են, ասում ես։ Հենց այդ է որ նույնիսկ սեփական թիմակիցների նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունքը դա բան է էլի ինձ թվում է, չգիտեմ։ Մեղքս գալիս է արդեն։ Անկեղծ որ ասեմ։ Համ ինքը, համ Լևոն Զուրաբյանը։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։